Ժամը 12-ն է Open Media-ի ուղիղ եթերում Renews լրատվականը մեկնարկում է իր աշխատանքը, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Անինեմ Զաքարյան, բարի կեսօր։ Ազգային ժողովը կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է գումարել քննարկելու Հայաստանի էլեկտրական ցանցերի պետականացման հարցը։ Օրակարգում ընդհանուր առմամբ 22 հարց է ներառված են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ճանաչվել են որպես անհետաձգելի, դրանց երկրորդ ընթերցումը նախատեսվում է կազմակերպել արագացված 24-ժամյա ռեժիմով։ Նորից հիշեցնեմ, падգամավորները պետք է քննարկեն նաև Հայաստանի էլեկտրական ցանցեր, Փակ բաժնետիրական ընկերության ազգայնացման հարցը, ավելի ճիշտ դրա համար օրենսդրական հիմք պատրաստող մեծ փաթեթը։ Այդ ընկերության սեփականատերը ռուսական Տաշիր ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորված է։ Կարապետյանի ընտանիքը ներդրումային վեճ է սկսում։ Սամվել Կարապետյանի ընտանիքը վեճը սկսելու մասին պաշտոնական ծանուցում է ուղարկել Հայաստանի պետական մարմիններին։ Ծանուցումը հիմնված է Հայաստանի եւ Կիպրոսի կառավարությունների միջև ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին 1995 թվականի հունվարի 18-ին ստորագրված համաձայնագրի վրա։ Այս համաձայնագիրը ներդրողներին իրավունք է տալիս դիմել միջազգային արբիտրաժ, եթե նրանց իրավունքները խախտվում են պետության կողմից։ Կարապետյանների ընտանիքը պահանջներ է ներկայացնում Սամվել Կարապետյանի եւ Հայաստանում նրա բիզնեսի դեմ վարչապետի սկսած արշավի պատճառով։ Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանի հետ կապված թեման հրապարակային սկսվեց վերջինիս կողմից եկեղեցուն սատարելու վերաբերյալ հայտարարությունից հետո, իսկ նրան պատկանող հեծի շուրջ քննարկումները սկսվել էին նշված իրադարձությունից ավելի վաղ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է իր գրառումների վերաբերյալ օգտատերերի մեկնաբանություններին եւ զգուշացրել, որ քաղաքակիրթ մեկնաբանություններին զուսպ է արձագանքելու, իսկ հայհոյանքի դեպքում նույն ոճով էլ հակադարձելու է։ Նա գրել է, թե մի շարք օգտատերերի գրառումներից տպավորություն է ստացել, թե երբ իրեն ու իր մտերիմներին են վատ խոսքերով անդրադառնում, ինքը վարչապետ չէ, սակայն երբ ինքն է այդ խոսքերն օգտագործում, մարդիկ հիշում են, որ ինքը երկրի ղեկավար է։ Փաշինյանը գրել է, թե ապօրինի մեթոդների չի ուզում անցնել դատարան, դիմելն էլ չի օգնում։ Մեջբերեմ, հանդուրժել հայհոյանքը իմ անձի նկատմամբ դեռ հասկացանք, բայց կողմնակիցներիս ու ընտանիքիս անդամների հասցեին չեմ կարող այլևս հանդուրժել։ Հետևաբար իմ դիրքորոշումը հստակ է, կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, ես կվարվեմ նույն կերպ։ Կլինի հայհոյանք ու վիրավորանք, արձագանքելու եմ նույն կերպ։ Կլինի հարգանք, կարձագանքեմ հարգանքով։ Այլ բան խնդրում եմ չսպասել։ Գրել է նա եւ իր բոլոր համախոհներին ու կողմնակիցներին կոչ արել վարվել նույն կերպ, կամ հանրային կոնսենսուս կլինի այս հարցի շուրջ եւ մենք կունենանք ինչքան էլ սուր, բայց քաղաքակիրթ բանավեճ կամ կլինի խոտորնակին խոտորնակ, ամփոփել է վարչապետը։ Իսկ առավոտյան վարչապետը մեկ այլ գրառում է արել՝ սիրիր քո պետությունը, ինչպես ինքդ քեզ։ Շարունակենք թողարկումը։ Մի շարք գյուղերում քամին ու կարկուտը վնասներ են հասցրել Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագո, Գարգինա, Քարակերտ, Շենիկ, Դալարիկ բնակավայրերում ուժեղ կարկուտ է տեղացել։ Ուժեղ քամու պատճառով վնասվել են տանիքներ եւ գույք Արմավիր քաղաքում քամին տանիքի մի մեծ հարված սպոկել է։ Վայր ընկած կտորները 7 մեքենա են վնասել։ Armenpress-ի հաղորդմամբ ըստ Ամերիկայի Հայդատի գրասենյակի Միացյալ Նահանգների կոնգրեսում հուլիսի 8-ին կկայանա շվեյցարացի падգամավորների ճեպազրույցը, որտեղ նրանք կոնգրեսի անդամներին եւ աշխատակազմին կտեղեկացնեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրենց հայրենիք արժանապատիվ եւ անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ ձեռնարկվող շարունակական ջանքերի մասին։ Թեման Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության անվտանգ եւ արժանապատիվ վերադարձն է հայրենիք։ Ճեպազրույցին կմասնակցեն նաեւ Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի նախագահ Վարդան Օսկանյանը եւ Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Էյբները։ Այս ամենը Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում 2025 թվականի մայիսի 26-ին մեկնարկած շվեյցարական խաղաղ նախաձեռնություն հանուն Լեռնային Ղարաբաղի միջկուսակցական հանձնախմբի նախաձեռնությունն է։ Թուրքիայի նախագահ Էրդողանը առաջին օրերին կայցելի օկուպացված Լեռնային Ղարաբաղ, մասնավորապես Ստեփանակերտ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը նույնպես նախատեսում է երկօրյա այցով այցելել օկուպացված Լեռնային Ղարաբաղ։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել Իսպանիայի Սևիլիա քաղաքում կայացած ՄԱԿ-ի զարգացման ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովում։ Վերջին տարիներին ի հայտ եկած գլոբալ մարտահրավերներ, ինչպիսիք են COVID-19 համավարակը, կլիմայի փոփոխության աճող ազդեցությունը, աշխարհաքաղաքական լարվածության սրումը, հակամարտությունների ավելացումը, լուրջ բացեր բացահայտեցին Ադիս Աբեբայի գործողությունների օրակարգում, պահանջելով անհապաղ քայլեր միջազգային ֆինանսական համակարգի շարունակական բարեփոխման եւ նոր իրողություններին հարմարվելու ուղղությամբ։ Զարգացման ուղղված պաշտոնական աջակցության նվազումը կործանարար հետևանքներ է ունեցել զարգացող երկրների համար, վտանգելով նրանց ձեռք բերած առաջընթացը, ահազանգել է Խաչատուրյանը։ Հայաստանը դասվում է բարձր միջին եկամուտ ունեցող երկրների շարքին, միևնույն ժամանակ այն դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր է, որն առերեսվում է բազմաշերտ մարտահրավերների։ Լեռնային Ղարաբաղից հարկադրաբար տեղահանված 115,000 փախստականների հոսք, կլիմայի փոփոխության հետևանքով կրկնվող աղետներ, համաշխարհային շուկաներին եւ արժեթղթային շղթաներին միանալու դժվարություններ։ Սակայն Հայաստանը հարկադրված է սահմանափակ ռեսուրսներն ուղղել իր ավելի քան 13 միլիարդ դոլար կազմող պետական պարտքի սպասարկմանը, ի հաշիվ հումանիտար կլիմայի փոփոխությունների մեղմացման եւ կայուն զարգացման կարիքների ֆինանսավորման։ Հայաստանը դասվում է բարձր միջին եկամուտ ունեցող երկրների շարքին, միևնույն ժամանակ այն դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր է, որն առերեսվում է բազմաշերտ մարտահրավերների։ Լեռնային Ղարաբաղից հարկադրաբար տեղահանված 115,000 փախստականների հոսք, կլիմայի փոփոխության հետևանքով կրկնվող աղետներ, համաշխարհային շուկաներին եւ արժեքային շղթաներին միանալու դժվարություններ։ Սակայն Հայաստանը հարկադրված է սահմանափակ ռեսուրսներն ուղղել իր ավելի քան 13 միլիարդ դոլար կազմող պետական պարտքի սպասարկմանը, ի հաշիվ հումանիտար կլիմայի փոփոխությունների մեղմացման եւ կայուն զարգացման կարիքների ֆինանսավորման։ Սպիտակ տունն ասում է, Իրանի հետ բանակցում ենք Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտնել է, որ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը շարունակում է իր ուղղակի եւ անուղղակի շփումներն իրանցի պաշտոնատար անձանց հետ։ Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները գրել էին նաեւ Վաշինգտոնի ու Թեհրանի միջև բանակցությունների հնարավոր շարունակության մասին, սակայն Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հերքել է Միացյալ Նահանգների հետ բանակցություններ վերսկսելու որևէ ծրագիր։ Արաղչին պարզաբանել է, որ Իրանը շարունակում է հանձնառու լինել դիվանագիտությանը, սակայն դեռ վաղ է ասել, թե բանակցությունների համար հող է նախապատրաստված։ Թրամփը չեղարկել է Սիրիայի պատժամիջոցները, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է պատմական գործադիր հրամանագիր, որով չեղարկվում են Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները աջակցելու երկրի կայունության եւ խաղաղության ուղուն, հայտնել է Սպիտակ տունը։ Այսպիսով կվերանան Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները, մինչդեռ նախկին նախագահ Բաշար Ասադի, նրա համախոհների, մարդու իրավունքների խախտողների, թմրանյութերի ապօրինի շրջանառության, քիմիական զենքին առնչվող անձանց, իսլամական պետությանը կամ դրան առնչվող անձանց ու իրանական միջնորդների նկատմամբ պատժամիջոցները կմնան։ Հրամանը պետքարտուղարին հանձնարարում է գնահատել պատժամիջոցներն ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելու հնարավորությունը, վերանայել Հայաթ Թահրիր Աշ-Շամի որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպության որակավորումը եւ ՄԱԿ-ում ուսումնասիրել պատժամիջոցների մեղմացման տարբերակները Սիրիայում կայունությունը պահպանելու համար։ Հիշեցնեմ, որ Հայաթ Թահրիր Աշ-Շամը նախկինում համարվում էր ահաբեկչական կազմակերպություն։ Վրաստանի ընդդիմությունը բոյկոտում է Team Վրաստանում ընդդիմադիր 8 կուսակցություն հրաժարվում է մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, քաղաքական ուժերի հայտարարությունը խորհրդարանի առջև ներկայացրել է կուսակցություններից մեկի Դրոայի առաջնորդ Էլենե Խոշտարյան։ Նա ու նրա հետ հացադուլ հայտարարած եւս մեկ գործիչ ասել են, որ դադարեցնում են հացադուլը։ Ըստ հակաիշխանական քաղաքական ուժերի Team ընտրություններին մասնակցությունը չի ծառայելու քաղաքացիների շահերին, այլ միայն ստեղծելու է մեջբերեմ անօրինական ռուսական ռեժիմի լեգիտիմության տպավորություն։ Վրաստանի արևմտամետ քաղաքական կուսակցություններն ու խմբերը, որոնց նպատակն է լիովին ապամոնտաժել, ըստ նրանց ռուսամետ Իվանիշվիլիի ռեժիմը, պնդում են, որ երկրում պետք է հաստատվի եվրոպական տիպի ժողովրդավարական կառավարում։ Հնդկաստանի հարավային Թելանգանա նահանգում դեղագործական գործարանում տեղի ունեցած պայթյունի եւ հրդեհի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, կան վիրավորներ եւ անհետ կորածներ։ Դեղագործական ձեռնարկության ավերակները դեռ մաքրվում են, պարզելու համար արդյոք աշխատողներ մնացել են արգելափակված թե ոչ։ Դեղագործական ակտիվ բաղադրիչների, միջանկյալ նյութերի եւ վիտամին հանքային խառնուրդների արտադրությամբ զբաղվող հնդկական այս ընկերությունն ունի 5 արտադրական ձեռնարկություն Հնդկաստանում, ինչպես նաեւ մասնաճյուղեր Միացյալ Նահանգների
Նահանգներում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում։ Վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել մարդկային կորուստների կապակցությամբ եւ հայտարարել զոհվածների ընտանիքներին ֆինանսական աջակցության մասին։ Այսքանն էինք պատրաստել այս ժամի համար, հիշեցնեմ, որ մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Իսկ ես Սանի Զաքարյանն եմ, մեր հաջորդ թողարկումը ժամը 15:00-ին է, կհանդիպենք հենց այդ ժամին, առայժմ։